Մեթոդները Ուսուցման մեթոդները ուսուցչի և սովորողի փոխգործակցության միջոցներն են, որոնք ապահովում են գիտելիքների յուրացումը, հմտությունների և կարողությունների ձևավորումը։ Ուսուցման մեթոդը պատասխանում է «Ինչպես սովորեցնել» հարցին։ Ուսուցման մեթոդները ունեն մեծ նշանակություն ուսուցման գործընթացում։ Նրանք ապահովում են ուսման նպատակները, իրականացնում և զարգացնում են սովորողի ակտիվությունը և մտածողության ձևավորումը, նպաստում են ինքնուրույն աշխատանքին և ձևավորում են հաղորդակցական և հետազոտական հմտություններ։ Ուսուցման մեթոդները դասակարգվում են ըստ ճանաչողական գործունեության բնույթի մեթոդներ, ըստ ուսուցիչ-սովորող փոխհարաբերության մեթոդներ, ըստ ուսուցման տրամաբանական ընթացքի։ Ըստ ճանաչողական գործունեության բնույթի տարբերում ենք բացատրական վերարտադրողական մեթոդ, խնդրահարույց մեթոդ, մասամբ հետազոտական մեթոդ, հետազոտական մեթոդ։ Ըստ ուսուցիչ-սովորող փոխհարաբերության բառային մեթոդներ, պատմություն, բացատրություն, հարցուպատասխան, տեսողական մեթոդներ կամ ձննական մեթոդներ, ցուցադրում, դիտում, փորձ, գործնական մեթոդներ, որոնց մեջ մտնում են վարժությունները, գործնական աշխատանքներն ու խաղերը։ Ըստ ուսուցման տրամաբանական ընթացքի տարբերում ենք նոր գիտելիքների հաղորդման մեթոդները, կրկնության և ամրապնդման մեթոդները, գիտելիքների կիրառման մեթոդները, վերահսկման և գնահատման մեթոդները։ Ժամանակակից ուսուցման մեթոդներն են դեբատը կամ քննարկումը, դերային խաղերը, նախագծային ուսուցումը, պրոբլեմային ուսուցումը, թիմային աշխատանք, մտքերի տարափ, կլաստեր կամ մենթալ քարտեզներ, թվային և տեղեկատվական մեթոդներ։ Մեթոդների ընտրության սկզբունքները հետևյալն են. դասի նպատակի և բովանդակության ընտրության սկզբունք, սովորողների տարիքային առանձնահատկությունների հաշվառման սկզբունք, ժամանակի և պայմանների հաշվառման սկզբունք, տեխնոլոգիաների և միջոցների առկայության, ուսուցչի փորձի և ստեղծագործական մոտեցման սկզբունք։ Այսպիսով, ուսուցման մեթոդը ուսուցման գործընթացի հիմքն է, մեթոդների բազմազան կիրառումը բարձրացնում է արդյունավետությունը, ժամանակակից ուսուցիչը պետք է ճկուն համադրի մեթոդները, ստեղծելով հետաքրքիր և ակտիվ ուսուցում։ Շնորհակալություն։